Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, եկել ենք միասին ու կարճ ամփոփելու օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Մայրաթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է եւ անխուսափելիորեն հասնելու է տեղ։ Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, նաեւ ասել է, թե ինչու է ամեն կիրակի գնում եկեղեցի եւ մասնակցում անմահ պատարագի։ Մարդկանց հետ շփվում եմ, մարդիկ արդեն զզվել են այդ նախկին ներկա, չգիտեմ, բանից բանավեճերից, քննարկումներից եւ մենք էլ չեմ ասում, որ այդ խոսակցությունները ցավոք հաճախ դուրս են գալիս քաղաքական բարեկրթության տրամաբանությունից եւ մենք նաեւ կուսակցության ֆորմատով ենք քննարկում ունենում, որ մենք պետք է այնուամենայնիվ արդեն դուրս գանք այս տրամաբանությունից եւ քաղաքական կյանքի նորմալ կանոններ պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետությունում, որտեղ հայհոյախոսությունը ընդհանրապես տեղ չունի, առավել ևս քաղաքական քննարկումների բովանդակության մեջ։ Հիմա դուք կասեք, որ ես էլ եմ այդ գործով զբաղվել, ճիշտ կասեք, դրա համար էլ ես կիրակի օրերը գնում եմ եւ խորանի առաջ ծնկի եմ գալիս եւ իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում։ Եկեղեցու դեմ իշխանության գրողը դրսից պատվեր է համարում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, նա կարծում է, որ հարցը միայն եկեղեցին չէ, այլև Հայաստանի պետական ինստիտուտները թուլացնելու խնդիր է դրվել։ Սա մեր եկեղեցու դեմ պայքար չէ, սա միջազգային ծրագիր է, եւ այս ծրագիրը զուգահեռաբար իրականացվում է այսօր Ուկրաինայում, Մոլդովայում, Չեռնոգորիայում։ Դրանք այն երկրներն են, որտեղ իբր թե եկեղեցիները համարվում են ինոագենտներ, այլ երկրների գործակալներ, այդ շղարշի տակ, այդ վարագույրի հետևում լրիվ ուրիշ գործողություններ իրականացում, թուլացնել համակարգերը, թուլացնել ինստիտուտները։ Ես հիմա կարող եմ ինստիտուտների անուններ ասել Հայաստանում եւ պայքարը գնում է ոչ թե դրանց մեջ գործող անձերի, դրանց ղեկավարների դեմ, այլ այդ համակարգերի դեմ։ Դատական համակարգ այսօր ոչնչացված է։ Պաշտպանական համակարգ ոչնչացված է։ Գիտեք ինչ հնարք են կիրառում։ Գտնում են 1-2 դեզերտեր, վատ սպա, դավաճան, չգիտեմ, ինֆորմացիա տված ինչ-որ մեկին եւ այդ դեպքը ամբողջապես տարածում են համակարգի վրա։ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը պատմել է, թե ինչպես է սկսվել կառավարություն եկեղեցի առճակատումը։ Նա հույս ունի, որ դրանից մեր պետականությունը չի տուժի։ Եկեղեցու հանդեպ ճնշում չասեմ, բայց բացասական վերաբերմունքը 2018 թվականից չէ, որ սկսվել է։ Դրա գաղափարական, նախապատրաստական հիմքերը դրվել են դրանից առաջ։ Սեմինարների, տարբեր կազմակերպությունների, մարդկանց ուրեմն մտածողությունը փոխելու, այսինքն այդ գործընթացը վաղուց է, մենք դա միշտ նկատել ենք եւ փորձել ենք ինչ-որ իմաստով հանրային ելույթների միջոցով զգուշացնել, որ հասարակությունը ամեն դեպքում չմոլորվեն։ 18 թվականից այս կողմ արդեն աստիճանաբար դրանք մտան ինստիտուցիոնալ փուլ, որոշակի օրենքների փոփոխության, որոշակի սահմանափակումների, վերջի տարիներին հատկապես Արցախյան ուրեմն պատերազմի պարտությունից հետո, երբ հստակ հնչեց եկեղեցու կողմից վերաբերմունք, արդեն առճակատում սկսվեց։ Ամերիկայի նախագահ Թրամփը նորից խոսել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումից, Սպիտակ տան ղեկավարը պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ստացած հեռախոսազանգի մասին։ Գիտեք, ինչ էր տեղի ունենում Ադրբեջանում։ Ես կարգավորել եմ այդ հակամարտությունը։ Այն շատ երկար տարիներ էր շարունակվում։ Պուտինը զանգեց ինձ եւ ասաց. «Չեմ կարող հավատալ, որ դուք կարողացաք լուծել այս հակամարտությունը։ Մենք երկար ժամանակ փորձում ենք լուծել այն»։ Ես ասացի՝ «Մի անհանգստացեք այդ հարցով, պարզապես թույլ տվեք կարգավորել ձեր խելահեղ պատերազմը։ Ինձ ոչ մի օգնություն պետք չէ։ Ինձ օգնություն է պետք հենց ձեր պատերազմում»։ Կառավարությունը հաստատել է ձմեռային զորակոչի օրերը, այն կանցկացվի հունվարի 8-ից 31-ը։ Գործադիրը հոկտեմբերին հավանություն տվեց պարտադիր զինվորական ծառայությունը կես տարով կրճատելու նախագծին։ Եթե օրենսդրական փոփոխություններն ամբողջությամբ ընդունվեն, արդեն այս ձմեռ երիտասարդները բանակ կզորակոչվեն 1.5 տարով։ Հայաստանը Ամերիկայից նվիրատվություն կստանա Toyota Magnishի 10 ավտոմեքենա, դրանցից կօգտվի ազգային անվտանգության ծառայությունը։
Դոնեցկի բնակիչ է ձերբակալվել, ով Կիևի հրամանով մահափորձ էր պլանավորում Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի դեմ, հայտնում է ԱԴՑ-ն։ Զինվորականին ուզում էին սպանել բրիտանական գարեջրի շշերի մեջ լցված բրիտանական արտադրության թույնի խառնուրդով։ Արհեստական բանականությամբ աշխատող ռուսական արտադրության ռոբոտը պարել է Վլադիմիր Պուտինի համար։ Ռոբոտը սենսորի համակարգով է, ինչն անվտանգ վարքագիծ է ապահովում։ Կարող է խոսել և արձագանքել հրահանգներին։ Firebird-ը ԱՄՆ-ում գործող արհեստական բանականության ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների ընկերությունը հայտարարում է Հայաստանում իր առաջին $500 միլիոն ներդրման մասին։ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ընդգծել է, որ սա հաջորդում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Հայաստանի փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է. Վաղաշաբաթում տեղի ունեցած ընտրություններից հետո ՏԿ նախարար Դավիթ Խուդատյանը, որը ղեկավարում էր նախընտրական շտաբը և նշանակված էր որպես թիվ 1 պատասխանատու, ըստ որոշ լուրերի պաշտոնի առաջխաղացման ակնկալիքներ ունի։ Նա իրեն մերձ շրջապատում խոսել է փոխվարչապետի պաշտոն զբաղեցնելու իր հավակնությունների մասին, սակայն ԿՊ-ում կարծում են, որ համապետական ընտրություններից առաջ Խուդատյանին իր պաշտոնից հեռացնելը մեծագույն սխալ կլինի, քանի որ նա ի պաշտոնե ղեկավարում է թիմերը, մարզպետներին և գլխավոր ձայն բերողն է համարվում։ Պատահական չէ, որ համապետական ընտրությունների արդեն իսկ ձևավորված շտաբում Խուդատյանին թիմերի պատասխանատու են նշանակել։ Խորհրդարանական ընտրությունները հորով-մորով անելուց հետո նոր Խուդատյանը կարող է ստանալ իր վարձքը, նշանակվելով փոխվարչապետի պաշտոնում։ Ժողովուրդը գրում է. իշխանությունների հատկապես Նիկոլ Փաշինյանի համար թիվ 1 օրակարգային թեման շարունակում է մնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կաթողիկոսին հեռացնելը։ Փաշինյանի թիմը շարունակելու է ամեն կերպ վարկաբեկել կաթողիկոսին ու նրա մտերիմ հոգևորականներին, նրանց անդադար հարցաքննությունների հրավիրելով, մինչև ճնշումները հասնեն անձամբ կաթողիկոսին։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ բացահայտել են կաթողիկոսի կողմից լուրջ բացթողում, թե վեհափառն իր գահակալության 26 տարիների ընթացքում ազգային եկեղեցական ժողով վերջին անգամ հրավիրել է 2017 թվականին, մինչդեռ պետք է աներ մի քանի տարին մեկ անգամ։ Այդ հավաքների ընթացքում բոլոր հոգևորականները քննարկում են եկեղեցու վերաբերյալ ներքին ու արտաքին խնդիրներ։ Հենց այդ ժողովն է ընտրում ամենայն հայոց կաթողիկոսին, որոշումներ ընդունում ազգային եկեղեցական հիմնահարցերի վերաբերյալ, լսում կաթողիկոսի եկեղեցական ներկայացուցչական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի և իր կողմից ձևավորված հանձնաժողովների զեկույցները և անհրաժեշտության դեպքում կայացնում որոշումներ։ Ու թեև դա զուտ ներեկեղեցական հարց է եւ ներքին կառավարման խնդիր, Նիկոլ Փաշինյանը որոշել է այն դիտարկել որպես նոր ճնշման գործիք կաթողիկոսից պահանջելու պարզաբանում, թե ինչու ժողովները 2017-ից հետո չեն անցկացվել։ Կարճ ասած, առաջիկայում եկեղեցու եւ կաթողիկոսի նկատմամբ ճնշումները, հատկապես ներեկեղեցական հարցերի համատեքստում, ավելի են շատանալու։ Նշենք նաեւ, որ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ այս կիրակի եւս պատարագի է մասնակցելու, այս անգամ Արարատի մարզում, նոյեմբերի 23-ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում կմասնակցեմ Տեր Երվանդ Քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող Սուրբ եւ անմահ պատարագին, հայտարարել է Փաշինյանը։ Այսինքն 300-ից ավելի հոգևորական ունեցող եկեղեցում Փաշինյանը գտել է մարդկանց, որոնք իրեն չեն մերժում եւ հերթով գնում են նրանցից հաղորդություն ստանալու։ Հրապարակը գրում է. Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության լիցենզիայի դադարեցման որոշումից հետո հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտարարություն տարածեցին, թե անկախ ՀԾԿՀ որոշումից Տաշիր գրուպ ընկերությունը պետք է շարունակի կատարել իր բոլոր ֆինանսական եւ մյուս պարտավորությունները։ ՀԾԿՀ հաղորդագրության մեջ հղում է արվում այն օրենսդրության օրենքների փաթեթին, որն իշխող մեծամասնությունը հրատապության ռեժիմով ամռանն ընդունեց խորհրդարանում։ Այդ փաթեթի ընդունմանը հաջորդեց Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորումը եւ անունը դրվեց
հեծն ազգայնացնելու գործընթաց։ Բայց այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ դեռևս հայտնի չէ, թե ընկերությունը որքան ժամանակ է շարունակելու իրականացնել բոլոր պարտավորությունները, այդ թվում ժամանակավոր կառավարչին սեփական միջոցներից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ տալը։ Լիցենզիայի ձգելուց հետո կառավարությունն ու Կարապետյանները բանակցությունների համար օրենքով 3 ամիս ժամանակ ունեն։ Այս ընթացքում կողմերը կարող են պայմանավորվել ընկերության վաճառքի շուրջ կամ համաձայնության չգալ։ Նովոսիբիրսկում տղամարդը փորձել է վառել կանանց ու 3 երեխաների, բարեբախտաբար նրանց հաջողվել է դուրս գալ այրվող տարածքից։ Պատճառը անձնական հակակրանքն է եղել, քրեական գործ է հարուցվել։ Վենեսուելայի նավթաքիմիական գործարանում հզոր պայթյուն է որոտացել, տուժածների մասին տվյալներ չկան, աշխատակիցներին տարհանել են։ Սպիտակ տունը կադրեր է հրապարակել Դոնալդ Թրամփի և Կրիշտիանո Ռոնալդուի հանդիպումից, 2 լեգենդ գրված է հրապարակման մեջ։ Ամերիկայի նախագահը լեգենդար ֆուտբոլիստին Սպիտակ տան խորհրդանշական բանալի է նվիրել։ Ամերիկա անունով ոսկե զուգարանակոնքը հաջորդում վաճառվել է 12 միլիոն դոլարով։ Հեղինակը իտալացի դիզայներ է։ Նույն օրինակով հեղինակը ևս մեկ զուգարանակոնք է ստեղծել, որը 2019 թվականին գողացել են։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարը և բաժանորդագրվում։